ենք Եվրամիության ոլորտական առաքելության աշխատանքի 3 տարին Հայաստանում, արդյոք առաքելության ներկայացուցիչների ներկայությունն է սահմանին պատճառը, որ 2 տարի վերեթե գրակոց չեն սկսում, թե նաև կան քաղաքական գործոններ, որոնք արդեն ազդում են և հաստատում են քաղաքություններ։ Գիտեք, որ մենք միշտ հրապարակային և նաև Եվրամիության հետ գործընկերների հետ մասնավոր զրույցներում նշել ենք, որ մենք շատ բարձր ենք գնահատում Եվրամիության հետ համագործակցությունը և շատ դրական ենք գնահատում նաև առաքելության տեղակայումը Հայաստանում, որովհետև մենք համոզված ենք, որ առաքելությունը իր դրական ազդեցություն է ունեցել կայունության գործոնի տեսանկյունից և նաև նպաստել է, որպեսզի տարածաշրջան և կայունություն լինի, ինչպես նաև սահմանային համայնքներում և այլ տեղերում բնակվող բնակչության մոտ վստահություն լինի կայունության և անվտանգության նկատմամբ։ Կարող եմ ասել, որ նրանք դրական ազդեցություն են ունեցել, բայց նաև կարևոր դեր է ունեցել Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները խաղաղության հաստատման, ինչպես նաև նախագահ Թրամփի գործոնն է կարևոր եղել խաղաղության հաստատման։ Կարելի ասել, որ խաղաղության և կայունությունը համաստեղություն է եղել, ամեն մեկը իր ազդեցություն է ունեցել և հիմնականում դրական ազդեցություն է ունեցել բոլորը։ 2027-ից հետո առաքելության հետագա աշխատանքը ինչպես է լինելու, արդեն պատկերացում կա դիմել։ Հստակ չէ, մի բան հստակ է, մենք ուզում ենք, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում։ Գիտեք, որ խաղաղության պայմանագրի շրջանակներում մենք համաձայնություններ ունենք, դեռևս պետք է ստորագրվի և վավերացվի, որպես ուժի մեջ մտնի, հասկանանք, թե ինչպես ենք առաջարժում այդ մասով, բայց միանշանակ է, որ մենք ուզում ենք առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ։ Մենք ուզում ենք, որ առաքելությունը մնա Հայաստանում։ Հետագա համագործակցության ձևերը քննարկման փուլում է և կքննարկենք, կհասկանանք, թե ինչպեսի գործունեության ոլորտի շրջանակում մենք կարող ենք համագործակել։ Մենք կհասկանանք, թե ինչպես կարող ենք անել, բայց դա նաև կապված է խաղաղության պայմանագրի վավերացումից։ Հայտարարությունը եղել է քննարկումներ կլինի, եթե ինչ-որ արդյունքներ լինի, բնականաբար հանրությանը կտեղեկացնենք։ Նայեք, վարչապետը ինչ ասել դրա շրջանակներին, որևէ բան ավելացնել չեմ կարող այս պահին, բայց կարող եմ ասել, որ այն ինչ հրապարակային ասել են և նաև կարծում եմ հրապարակային ասվածի արձագանքներ են, կքննարկենք, կհասկանանք, թե ինչպես ենք առաջարժում։ Ժամկետի մասին որևէ բան չեմ կարող ասել։ Մենք ակնկալում ենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ունեցել ենք Թուրքիայի հետ, կիրականացնենք և շարունակում ենք քննարկել թուրքական կողմի հետ, որպեսզի այդ պայմանավորվածությունները իրականություն դարձնենք հնարավորինս շուտ։ Ջեյդի այցի ժամանակ Հայաստան, արդյոք քննարկվել է Իրանի շուրջ զարգացումները և ԱՄՆ-ն պատրաստվել է վարձատրել սահմանել այն երկրների համար, որոնք առևտուր են անում Իրանի հետ, արդյոք հասել եք ինչ-որ հաջողությունների այդ հարցում, որ Հայաստանի վրա այդ սահմանափակումները և վարձատրույքները չսահմանափակվեն։ Գրեթե նման հարց եղել է նաև կոնֆերանսային մամուլի ասուլիսի ժամանակ, նայեք մենք այդպիսի հարց չենք քննարկել։
Շնորհակալություն։ Ոչ մի զարգացումների մասին։ Ինչ։ Ընդհանրապես ոչ մի Իրանի շուրջ զարգացումների մասին չի քննարկվել։ Մենք քննարկել ենք Միացյալ Նահանգներ Հայաստան երկկողմ օրակարգը, թե ինչպես կարող ենք զարգացնել մեր երկկողմ օրակարգը։ Մենք կենտրոնացել ենք այդ թեմայի շուրջ։ Շնորհակալություն։